Պատկերացրեք սովորական կիրակի երեկո է։ Դուք տանն եք ձեր, ասենք, 12-ամյա որդին իր սենյակում։ Տանը լռություն է, այն հանգիստ, վստահություն ներշնչող լռությունը։ Բայց հետո սկսում եք զգալ, որ ինչ-որ բան այն չէ։ Լռությունը ձգձգվում է, դառնում է անբնական։ Դուք մոտենում եք լոգասենյակի դռանը, որտեղից լույս է գալիս, եւ թակում եք։ Պատասխան չկա։ Կրկին եք թակում, այս անգամ ավելի բարձր։ Նորից լռություն։ Եվ այդ պահին ձեր սրտում սովորական անհանգստությունը վերածվում է սառը սեղմող տագնապի։ Այսօր մենք սկսում ենք մեր խորքային վերլուծությունը հենց այդպիսի մի պահից։ 2018 թվականի հոկտեմբերի 28, Մոսկվա։ Մի մայր, վերջապես կոտրելով լոգասենյակի փականը, ներս է մտնում եւ իր 12-ամյա որդուն գտնում է հատակին, անշունչ։ Նրա կողքին օդը թարմացնող սովորական սփրեյի տուփ։ Ձեր ուղարկած աղբյուրները այս ողբերգական դեպքի մասին հրատվական հոդվածը եւ կենցաղային քիմիայի վտանգների վերաբերյալ նյութերը մեզ տանում են մի հետաքննության, որը շատ ավելի խորն է, քան առաջին հայացքից թվում է։ Մեր առաքելությունն է հասկանալ, ինչպես կարող է ամենօրյա անմեղ թվացող իրը դառնալ մահվան գործիք, եւ ինչ անտեսանելի թշնամիներ են թաքնված յուրաքանչյուրի տանը։ Լավ, եկեք փորձենք հասկանալ քայլ առ քայլ ինչը տեղի ունեցել։ Ուրեմն զոհը 12-ամյա Դմիտրին է, անունը իհարկե փոխված է։ Եվ աղբյուրները նրան նկարագրում են ոչ թե ուղղակի որպես լավ աշակերտ, այլ որպես իսկական հպարտություն։ Այո, ուսուցիչները սիրում էին իրան, խորացված ուսումնասիրում էր անգլերեն ու ֆրանսերեն, ապրում էր մոր հետ։ Այո, ծնողների ամուսնալուծությունից հետո։ Եվ նշվում է, որ նրանց հարաբերությունները շատ ջերմ էին։ Մի խոսքով, ոչ մի խնդրահարույց բան։ Ոչ մի նախանշան։ Այդ օրը երեկոյան ժամը 5-ի կողմերը նա վերադառնում է տուն, իսկ մոտավորապես 9-ին մտնում է լոգասենյակ։ Կես ժամ։ Ընդամենը կես ժամ անց մայրը սկսում է անհանգստանալ։ Եվ այստեղ է, որ պատկերը դառնում է ուղղակի սարսափելի։ Երբ մայրը վերջապես կոտրում է դուռը, տեսնում է որդուն հատակին, առանց կյանքի որևէ նշանի։ Ժամանած շտապօգնության բրիգադին մնում էր միայն արձանագրել մահը։ Այո, եւ պաշտոնական վարկածը, որը նշվում է հոդվածում, ողբերգության պատճառ է համանում բանալ հետաքրքրասիրությունը։ Բանալ հետաքրքրասիրություն։ Ենթադրվում է, որ նա միտումնավոր շնչել է օդը թարմացնող սփրեյի գազը։ Գիտեք, այդ բանալ հետաքրքրասիրություն արտահայտությունը ինձ մի տեսակ, չգիտեմ, մակերեսային է թվում, կարծես մեղադրելու երանգ ունի։ Համաձայն եմ։ Իրոք այդքան պարզ է ամեն ինչ։ Թե 12-ամյա դեռահասի դեպքում այստեղ ավելի խորը բան կա, որ մենք բաց ենք թողնում։ Ինչպես կարող է օդը թարմացնող միջոցը այդքան անվնաս թվացող մի բան դառնալ մահացու զենք։ Հենց այդպես։ Կարծում եմ այստեղից էլ սկսվում է մեր իրական հետաքննությունը, քիմիայի մութ կողմի բացահայտումը։ Ճիշտ եք։ Այդ զենքը, այսինքն օդը թարմացնող աերոզոլը, մեր տների գրեթե անբաժանելի մասն է։ Այո, բոլորիս տանն էլ կա։ Բայց ձեր ուղարկած մյուս նյութերը ցույց են տալիս, թե իրականում ինչ է թաքնված այդ գունագեղ փաթեթավորման հետևում։ Օրինակ, նորվեգացի գիտնականների մի հետազոտություն։ Ցնցող է, բայց ցույց է տվել, որ մաքրող միջոցների պարբերական օգտագործումը կարող է թոքերին վնասել այնքան, որքան օրական 1 տուփ ծխախոտը 20 տարի շարունակ։ Սպասեք սար, իսկապես, այսինքն մաքրություն անելով մենք ըստ էության ծխում ենք։ Դե որոշակի առումով, այո։ Օդը թարմացնող աերոզոլները պարունակում են այսպես կոչված ցնդող օրգանական միացություններ՝ կրճատ, ցոոմ։ Հա, որոնք նշված են աղբյուրում։ Այո, պատկերացրեք դրանք որպես անտեսանելի քիմիական գոլորշի։ Երբ սեղմում եք սպրեյի կոճակը, այդ միացությունները միանգամից տարածվում են օդում եւ այդպես էլ հայտնվում են ուղիղ ձեր թոքերում։ Եվ սովորաբար ինչ են անում։ Կարող են առաջացնել գլխացավ, գլխապտույտ, ալերգիկ ռեակցիաներ։ Իսկ Դմիտրիի դեպքում ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել սուր թունավորում։ Այսինքն կոնցենտրացիայի խնդիրն է եղել։ Ճիշտ այդպես։ Նա գտնվել է փոքր փակ տարածքում, լոգասենյակում, եւ այդ անտեսանելի գոլորշու կոնցենտրացիան հասել է մահացու մակարդակի։ Խնդիրը միայն գազը ներշնչելը չէր, այլ այն, որ նա շնչում էր դրա խտացված թունավոր ամպը։ Ստացվում է, որ այն միջավայրը, որը նա փորձում էր թարմացնել, դարձավ նրա համար գազային խցիկ։ Ցավոք։ Բայց աղբյուրները ցույց են տալիս, որ սա սառցաբեկորի միայն գագաթն է։ Այդպես չէ, վտանգը միայն աերոզոլները չեն։ Բացարձակապես։ Սա մեզ բերում է կենցաղային քիմիայի մյուս մեղադրյալներին, որոնք նշված են ձեր նյութերում։ Առաջինը ֆոսֆատներ եւ ֆոսֆոնատներ։ Սրանք լվացքի փոշիների մեջ են, չէ՞։ Այո, հիմնականում։ Դրանց նպատակն է փափկեցնել ջուրը, որպեսզի լվացքն ավելի արդյունավետ լինի։
Բայց դրանք ջրի հետ հայտնվելով բնության մեջ առաջացնում են ջրամբարների ծաղկում, սպանելով ձկներին եւ խախտելով էկոհամակարգը։ Էկոլոգիական վնասից բացի մարդու համար են վտանգավոր։ Իհարկե, կարող են առաջացնել մաշկային ալերգիաներ, Տպավորիչ է, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ ըստ ձեր ուղարկած հոդվածի շատ եվրոպական երկրներում դրանք արգելված են դեռևս 80-ական թվականներից։ այո, 80-ականներից։ Այսինքն մենք օգտագործում ենք մի տեխնոլոգիա, որից զարգացած աշխարհը 40 տարի առաջ հրաժարվել է որպես վտանգավոր։ Ուժեղագույն թույն եւ ալերգեն։ Նրա գոլորշիները կարող են վնասել շնչուղիները, աչքերը, մաշկը։ Եվ վերջապես երրորդ եւ թերևս ամենահետաքրքիր խումբը՝ անիոնային մակերևույթային ակտիվ նյութեր, կրճատ ԱՊԱՎ։ Սպասեք, սա արդեն բարդ գիտական տերմին է։ Եկեք փորձենք մեզ սովորական մարդկանց համար պարզեցնել։ Ինչ է դա նշանակում։ Ինչպես է այն մաքրում իմ ափսեն եւ ինչու է հենց այդ նույն հատկությունը այն դարձնում վտանգավոր։ Հիանալի հարց է։ Պատկերացրեք ԱՊԱՎ-ները որպես փոքրիկ, շատ ագրեսիվ բռնիչներ։ Բռնիչներ։ Այո, նրանք երկու ձեռք ունեն։ Մի ձեռքով նրանք ամուր կպչում են կեղտի ու ճարպի մոլեկուլներին, իսկ մյուս ձեռքով ջրի մոլեկուլներին։ Այդպես նրանք թույլ են տալիս, որ ջուրը պոկի կեղտը մակերեսից եւ լվանա տանի։ Սա նրանց դարձնում է անչափ արդյունավետ։ Հասկանալի է։ Բայց խնդիրն այդ է, որ դրանք չափազանց կպչուն են։ Նույնիսկ 10 անգամ պարզաջրելուց հետո դրանց մի մասը մնում է ձեր ափսեների կամ հագուստի վրա։ Իսկապես։ Այո, եւ երբ դրանք սննդի հետ հայտնվում են մեր օրգանիզմում, իրենց ագրեսիվ բռնիչի բնույթը չեն կորցնում։ Նրանք սկսում են կպչել մեր բջիջների թաղանթներին, վնասելով դրանք, առաջացնելով իմունիտետի անկում եւ այլ խնդիրներ։ Այսինքն, հենց այն հատկությունը, որը դարձնում է դրանք լավ մաքրող միջոց, միաժամանակ դարձնում է դրանք վտանգավոր մեր օրգանիզմի համար։ Սա իսկական պարադոքս է։ Ճիշտ այդպես։ Մենք գնում ենք այդ միջոցները մեր տունը մաքուր եւ անվտանգ դարձնելու համար, բայց իրականում ներս ենք բերում անտեսանելի թշնամու, որը կուտակվում է եւ դանդաղ թունավորում մեզ։ Հենց դա։ Եվ ձեր աղբյուրներից մեկում մի ապշեցուցիչ թիվ կար։ Անվտանգ է համարվում, երբ ափհակի պարունակությունը 5%-ից ցածր է, սակայն շուկայում տարածված միջոցների մեծ մասը պարունակում է 5-ից մինչև 25%։ Այսինքն անվտանգ սահմանը գերազանցված է մի քանի անգամ։ Մի քանի անգամ։ Այս ամենը լսելուց հետո անկեղծ ասած մի քիչ վախենալու է։ Ես արդեն կասկածով եմ նայում իմ խոհանոցի պահարանին։ Մեր տները, փաստորեն, լի են թաքնված վտանգներով, եւ վիճակագրությունը դա հաստատում է։ Ըստ աղբյուրներից մեկի, երեխաների շրջանում թունավորումների պատճառների մեջ կենցաղային քիմիան երրորդ տեղում է։ Ինչից հետո։ Դեղամիջոցներից եւ նիկոտինից հետո։ Եվ ամենից հաճախ տուժում են 2-3 տարեկան երեխաները։ Նրանց գրավում են վառ գունավոր շշերը, հաճելի հոտերը եւ նրանք կարող են փորձել դրանց համը։ Հասկանալի է։ Հենց այս համատեքստում է, որ Դմիտրի 12 տարեկան լինելը նրա դեպքը դարձնում է առավել անսովոր եւ տագնապալի։ Սա փոքրիկի պատահականություն չէ, այլ դեռահասի, գիտակցված, թեկուզ եւ միամիտ քայլ։ Դա ճիշտ եք նկատում։ Այդ պատճառով կարևոր է, որ դուք եւ մյուս ծնողները ոչ միայն թաքցնեք այս միջոցները, այլև իմանաք թունավորման ախտանշանները՝ հանկարծակի թուլություն, սրտխառնություն, փսքում, գլխացավ, շրթունքների կապտում, բերանից փրփուր, նույնիսկ ցնցումներ։ Լավ, այս ամբողջ տագնապալի տեղեկատվությունը յուրացնելուց հետո առաջանում է տրամաբանական հարց. Ինչ անել։ Միթե միակ տարբերակը ամեն ինչ դեն նետելն է եւ անցնել միայն ջրով ու սոդայով մաքրության։ Ոչ, իհարկե։ Ինչ իրատեսական քայլեր կարող ենք ձեռնարկել առանց մեր կյանքը գլխիվայր շուռ տալու։ Իրատեսական քայլեր իհարկե կան։ Աղբյուրները մի քանի պարզ, բայց շատ կարևոր խորհուրդ են տալիս։ Առաջինը թերևս ամենակարևորն է։ Դարձեք գիտակից սպառող։ Սկսեք կարդալ պիտակները։ Նույնիսկ եթե դրանք գրված են այն մանր, անընթեռնելի տառերով, ինչը ըստ հոդվածներից մեկի կարող է մարքեթինգային հնարք լինել, հա։ Այո, հենց դա։ Նույնիսկ այդ դեպքում փնտրեք այն բառերը, որոնց մասին խոսեցինք. ֆոսֆատներ, խլոր, ԱՊԱՎ կամ անիոնային մագերևույթային ակտիվ նյութեր։ Այո, եթե ԱՊԱՎ-ի տոկոսը 5%-ից բարձր է, ավելի լավ է ընտրել մեկ այլ տարբերակ։ Երկրորդը օդափոխություն։ Սա քրիտիկական է։ Մաքրություն անելիս միշտ բացեք պատոհանները։ Հատկապես փոքր տարածքներում։ Դմիտրի հետ փակ լոգասենյակում ցույց է տալիս, թե որքան արագ կարող է անտեսանելի գոլորշու կոնցենտրացիան դառնալ մահացու։
Երրորդը, որը թվում է ակնհայտ, բայց պետք է անընդհատ կրկնել, պահեք այդ միջոցները փակ, երեխաների համար անհասանելի վայրում։ Եվ ոչ թե պարզապես բարձր դարակում, այլ ցանկալի է կողպեքի տակ։ Շատ ճիշտ։ Եվ վերջապես չորրորդ, փնտրել այլընտրանքներ։ Աղբյուրները հուշում են, որ արժե դիտարկել ավելի բնական միջոցների օգտագործումը՝ քացախ, սոդա, կիտրոնի հյութ։ Դրանք կարող են պահանջել մի փոքր ավելի շատ ջանք, բայց անհամեմատ ավելի անվտանգ են ձեր ընտանիքի համար։ Եվ գիտեք, այս ամենի հիմքում ընկած է մի պարզ գաղափար. մեր տան անվտանգությունը մեր ձեռքերում է։ Դա պահանջում է մի փոքր ավելի շատ ուշադրություն եւ ջանք, քան պարզապես խանութի դարակից ամենագեղեցիկ շիշը վերցնելը։ Դմիտրիի պատմությունը ցնցող ողբերգություն է, որը տեղի է ունեցել ամենաանվտանգ թվացող վայրում՝ սեփական տանը։ Այն մեզ ստիպում է բոլորովին այլ աչքերով նայել այն իրերին, որոնք ամեն օր շրջապատում են մեզ։ Մի պահի անմիտ քայլը զուգորդված թաքնված քիմիական վտանգի հետ խլեց մի երիտասարդ կյանք։ Այս դեպքը, գիտեք, մերկացնում է, թե որքան փռուն կարող է լինել անվտանգության զգացողությունը մեր իսկ տանը։ Այո, մենք ձգտում ենք մաքրության եւ հիգիենայի, բայց այն միջոցները, որոնք օգտագործում ենք այդ նպատակին հասնելու համար, երբեմն շատ ավելի մեծ վնաս են հասցնում, քան օգուտ։ Այո, սա ստիպում է մեզ հարց տալ. արդյոք իդեալական մաքրության մեր ձգտումը մեզ համար չի ստեղծում նոր, ավելի անտեսանելի եւ խորամանկ վտանգներ։ Ճիշտ այդպես։ Եվ վերջում մի հարց, որը ձեր ուղարկած աղբյուրները ուղղակիորեն չեն տալիս, բայց որն օդում կախված է մնում այս ողջ պատմության ընթացքում։ Մենք սկսեցինք նրանից, որ կասկածի տակ դրեցինք բանալ է հետաքրքրասիրություն պիտակը։ Իսկ ինչ է ընդհանրապես նշանակում հետաքրքրասիրություն 12-ամյա տղայի համար մեր թվային դարաշրջանում։ Արդյոք սա կարող էր լինել համացանցում տարածված վտանգավոր թրենդի կամ չեղինջի հետևանք։ Սա շատ կարևոր հարց է։ Այս հարցի պատասխանը աղբյուրները մեզ չեն տալիս, եւ մենք այն թերևս երբեք չենք իմանա, բայց այն ստիպում է խորել, թե ինչպես է փոխվել հենց հետաքրքրասիրության բնույթը եւ ինչ նոր անտեսանելի վտանգներ են այն բերում մեր տներ, ոչ միայն պահարաններից, այլև էկրաններից, եւ սա թերևս ամենասարսափելին է։ Իդեպ ձեր նյութերից մեկում մի շատ հետաքրքիր փաստ կա։ Մարդկանց գրեթե կեսը նայում է բաղադրությանը, բայց մեծամասնությունը պարզապես չգիտի, թե ինչ է պետք փնտրել այնտեղ։ Եկեք փորձենք դա շտկել։ Խնդիրն իրականում շատ ավելի խորն է։ Այս քիմիական նյութերը բառացիորեն ամենուր են։ Մեր սպասքի վրա, մեր մաշկին, նույնիսկ օդում։ Եվ ինչպես ձեր աղբյուրներն են շեշտում, նպատակը դրանցից լրիվ հրաժարվելը չէ։ Դա գրեթե անհնար է։ Նպատակը դրանք խելամտորեն օգտագործելն է, գիտակցված։ Ուրեմն ամեն ինչ սկսվում է հենց խանութից։ Բացի այն ակնհայտ խորհրդից, որ պետք է խուսափել սուր հոտով միջոցներից, ձեր նյութերը մատնանշում են մի շատ կոնկրետ բան։ Ո՞րն է այն գլխավոր ցուցիչը, որի վրա պետք է, ասենք, կենտրոնանանք։ Այստեղ կա մի, կարելի ասել, կախարդական թիվ։ Բոլոր նյութերը միաբերան պնդում են, փնտրեք այնպիսի միջոցներ, որտեղ մակերևույթային ակտիվ նյութերի կամ կարճ մաների եւ ֆոսֆատների պարունակությունը 5%-ից ցածր է։ 5%-ից ցածր։ Այո, սա անվտանգության հիմնական շեմն է։ Հենց այս նյութերն են, որ մաքրում են, բայց բարձր խտության դեպքում դրանք բավականին ագրեսիվ են։ Հասկանալի է։ Իսկ այդ թիվը հեշտ է գտնել պիտակի վրա, թե սովորաբար թաքցված է լինում։ Դե հաճախ այն բաղադրիչների ցանկում է։ Բարեխիղճ արտադրողները սովորաբար դա նշում են հստակ։ Եթե դուք չեք կարողանում գտնել այդ տեղեկատվությունը, դա արդեն իսկ այսպես ասած կարմիր դրոշակ է։ Լավ, այսինքն մենք խանութում խելացի ընտրություն արեցինք։ Բայց ձեր աղբյուրները շեշտում են, որ իսկական մարտահրավերը սկսվում է, երբ այդ միջոցները հայտնվում են արդեն տանը։ Այստեղ կա մի ոսկե կանոն, որի մասին կարծես բոլորը գիտեն, բայց ոչ բոլորն են հասկանում դրա լրջությունը։ Դուք նկատի ունեք երբեք չխառնել կանոնը։ Հենց դա։ Սա բացարձակ տաբու է։ Խնդիրն այն է, որ տարբեր մաքրող միջոցների խառնուրդը կարող է անկանխատեսելի ռեակցիաներ առաջացնել, անջատելով խիստ թունավոր գազեր։ Օրինակ, ամենատարածված սխալը քլոր պարունակող միջոցը ամոնիակի հետ խառնելն է։ Ասենք սպիտակեցնողը ապակի մաքրող հեղուկի հետ։ Ու դա առաջացնում է քլորամին գազ, որը կարող է լուրջ այրվածքներ պատճառել շնչուղիներին։ Սա արդեն սարսափելի է հնչում, այսինքն սա ոչ թե ուղղակի նախազգուշացում է, այլ նկարագրություն, թե ինչպես կարելի է սեփական լոգարանում քիմիական զենք ստանալ։ Ճիշտ այդպես։ Ուստի կանոնը պարզ է՝ մեկ առաջադրանք, մեկ միջոց։ Երբեք մի փորձեք ստեղծել ձեր սեփական սուպեր միջոցը։ Լավ, շատ լավ։ Անցնենք այն գործողությանը, որն ամեն օր ենք անում սպասք լվանալուն։ Ձեր աղբյուրներն էստեղ այնքան մանրամասն են, որ ես անկեղծորեն զարմացա։
Սկսենք ձեռնոցներից։ Այո, ձեռնոցները պաշտպանում են մաշկը, դա ակնհայտ է։ Իսկ միջոցը սպունգի վրա լցնելն օգնում է վերահասկել քանակը, բայց այստեղ ամենակարևորը կրկին մի թիվ է՝ 15 վայրկյան։ 15 վայրկյան։ Այո, ձեր նյութերը պնդում են, որ յուրաքանչյուր ափսե պետք է ողողել հոսող ջրի տակ նվազագույնը 15 վայրկյան։ Հենց այդքան ժամանակ է պետք, որպեսզի մաների մնացորդները ֆիզիկապես հեռացվեն։ Որովհետև եթե դրանք մնան, սննդի հետ կարող են հայտնվել օրգանիզմում, չէ՞։ Ճիշտ այդպես։ Կուտակվել եւ ժամանակի ընթացքում առաջացնել ալերգիաներ կամ ուղակի ծանրաբեռնել մեր օրգանները։ Իսկ հիմա այն կետը, որն ինձ իսկապես զարմացրեց։ Պարզվում է, սպասքը սրբիչով չորացնելը կարող է հեռացնել մնացորդային քիմիական նյութերի մինչև 90%-ը։ Սա անհավանական է։ Այո, որովհետև դա վերջին մեխանիկական մաքրման փուլն է։ Այն հեռացնում է այն, ինչ ջուրը միգուցե չի լվացել։ Եվ իդեպ, քանի որ խոսեցինք սպունջներից, ձեր նյութերը խորհուրդ են տալիս հրաժարվել չափազանց փրփրուն ծակոտկեն սպունջներից։ Ինչու։ Դրանք իրենց մեջ երկար են պահում խոնավությունն ու օրգանական մնացորդները ու դառնում են բակտերիաների համար ուղղակի իդեալական միջավայր։ Այսպիսով, եթե ամփոփենք, ստացվում է 3 պարզ կանոն։ Խանութում մենք դետեկտիվներ ենք, որոնք փնտրում են 5%-ից ցածր գրությունը։ Հա։ Տանը մենք զգույշ քիմիկոսներ ենք, որոնք երբեք չեն խառնում բաղադրիչները։ Այո։ Իսկ լվացարանի մոտ մենք համբերատար ենք եւ հաշվում ենք մինչև 15։ Դուք հիանալի ամփոփեցիք։ Սրանք շատ փոքր սովորություններ են, բայց դրանց համախումբը զգալիորեն նվազեցնում է քիմիական նյութերի ամենօրյա ազդեցությունը։ Սա ցույց է տալիս, որ մենք կարող ենք վերահասկել իրավիճակը։ Եվ վերջում մտորելու համար մի հարց, որն առաջարկում են հենց ձեր աղբյուրները։ Դրանք նշում են այնպիսի պարզ այլընտրանքների մասին, ինչպիսիք են սոդան, քացախը եւ կիտրոնաթթուն։ Այսպիսով, մտածեք այս մասին։ Ձեր տան մաքրման աշխատանքներից որ մեկի դեպքում կարելի է բարդ քիմիական միջոցը փոխարինել այսպիսի պարզ բնական լուծումով, առանց մաքրության որակը զոհաբերելու։